Սկսենք աղոթքով, աղոթելով Հայր մեր անշուշտ եւ մտածենք մի վարքյան, որ մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ։ Միասին աննոր եւ որդվո եւ օգնի Սուրբ Ամեն Հայր մեր որ երգինս ես Սուրբ Երեցի անոնքո եկեսի արքայությունքո եղեցին գամքո որպես երգինս եւ երգրի ըս հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս որպես մենք թող բանած եւ մի դաներ մեզի փորձություն արբրգյազ մեզ ճարե զիքո արքայություն եւ զորություն եւ բարգավիդյանս ամեն Թակուի խաության աղոթի ավասն մեր անհոր եւ որդվո եւ օգնի Սուրբո ամեն Ուրեմն աշխատում եմ լավագույն կերպով ձեզ ամեն ինչ ներկայացնել հիմա յուքատ քրքի էջերը հոնդե տրված են որ դուք կարող եք կարտալ բայց նաև մենք այդ ամենը ասածս հարցում պատասխանները բայց ոչ թե այդ մեջբերումները որ կան ծայրերը այլ միայն հարցում պատասխանները այդ բոլորը կարտացած ենք այնպես որ մի սկսեմ մինչև կալ երեքշաբթի առաջին մասը գտնեմ որ առաջին 24 հարցում պատասխաններն են եւ այլևս հոն կմնա եւ որ այդեմ որ գուզեք կարող եք մեկ ամեն լսել մեկ ամեն նայել տեքստը եւ նաեւ կարտակ այդ գոմի այդ գրությունները եւս իսկ այսօր 7-րդ հարցումն է, որովհետև 6-րդը բաներինք նայեցինք, 7-րդ հարցում ինչու Աստված պետք է իրեն հայտներ, որովհետեւ մենք իմանայինք, որ նա գոյություն ունի։ Սուրբ Պողոս Հռոմեացիների նամակին մեջ գրում է եւ ասում է, որ մենք կարող ենք ճանաչել Աստծուն կամ ճանաչել իր գոյության մասին միայն ուսումնասիրելով աշխարհը, ուսումնասիրելով ինչ որ ստեղծված է։ Բայց դա միայն ուսումնասիրելը մեզի ոչինչ չասեր Աստծո մասին։ Եվ անշուշտ մեր հարաբերությունների մեջ, ինչպես ասկի առաջ ասել եմ, մեր հարաբերությունների մեջ մենք իրար ճանաչում ենք միայն այդ աստիճանի, որ մենք կբացվենք եւ կխոսենք եւ կհայտնենք մենք մեզ ուրիշին։ Եթե չենք հայտնել, մենք չենք կարող իրար հասկանալ։ Երբ որ մտածում եք ամուսնության մասին, ամուսնանում են եւ դարուններ շարունակ տևում է, որբեսի մարդիկ իրար հասկանան։ Որովհետեւ մարդուս փոփնությունը ոչ թե բաց լինելն է, այլ մենք մանկութենեն սովորել ենք, որ մենք մեր արժևը թիմակներ գտնենք, որբեսի թիմացինը թիմակը տեսնե։ Այսօր 4 տարեկան երեխան, երբ որ գնայիս, երբ որ խոսում եմ իր դադիկների հետ, առանցին, տեսնես որ ամբողջովին դարբեր երեխայի դարբեր մանուկ է, մեկ դադիկի հետ եւ մյուս դադիկի հետ, դադիկ կամ բաբիկ, ամբողջովին դարբեր է, չէ՞։ Թիմակ դնում է եւ գիտի ումից ինչ պիտի ստանա եւ ինչպես պիտի վարվի ամեն մեկուն հետ։
4 տարեկանը շատ մեծ հոգեբանություն գիտի։ Ինչևէ, խնդիրը դա չէ։ Խնդիրը միայն այն է, որ այո, մենք կարող ենք իմանալ, որ ինչպես Արիստոտելը բանրավ, որ ունդ է կա մի ուժ, որ ստեղծած է ամեն ինչ, և ինքը չէ ստեղծված։ Ինքը կարողացավ հասնել այդ գաղափարին, այդ գիտակցության, բայց ասում ասին ոչինչ չէր ունար հասկանալ, մանավանդ որ Աստված անց է, այսինքն անձնական հարաբերություն է, որ Աստված ցանկանում է ունենալ մարդկության հետ։ Սա անշուշտ Աստված ինքն է, որ պետք է ինքն իրեն հայտներ այդ բանը մենք հասկանալու համար։ Հինգդագարանին մեջը Աստված հայտնում է ինքն իրեն որպես Աստված, ով աշխարհը ստեղծել է, սիրուց մղված եւ հավատարիմ է մնում մարդկանց նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք հեռացել են իրենից ընկնելով մեղքի մեջ։ Ուրեմն Աստված հարաբերության Աստված է եւ հարաբերություն ստեղծեց մարդուս հետ, երբ որ ստեղծեց, բայց երբ որ մարդս մեղանչեց, այդ հարաբերությունը խզվեց։ Եվ Աստված ոչ թե անդեսեց մարդկությունը, կարող էր անդեսել, կարող էր ծայրեն սկսել, եւ պատմության մեջ տեսնում ենք քանի անգամ Աստված նորեն եւ նորեն սկսում է։ Ինչ որ սկսում է Ադամի հետ, չստացվեց։ Հետո Նոյի հետ, էլի չստացվեց։ Հետո Աբրահամի հետ, էլի չստացվեց։ Հետո Մովսեսի հետ, էլի չստացվեց։ Միայն Հիսուսի հետ է, որ այդ ամենը հասավ հոն, ուր որ Աստված ցանկանում էր, որ այդ ամենը հասնի։ Ուրեմն հինգդագարանի մեջը Աստված ինքն իրեն հայտնեց եւ ուխտ կնքեց մարդկության հետ եւ պիտեսնենք հետո երբ որ ուսումնասիրենք Աստվածաշունչը այդ ուխտը եւ նորեն կրկնում է եւ Աբրահամի հետ եւ Մովսեսի հետ եւ Դավիթի հետ եւ վերջին անշուշտ Հիսուսի հետ է։ Ուրեմն Աստված ցանկանում է հարաբերություն ունենալ եւ մարդուս տալիս է հնարավորություն, բայց մարդուս միշտ ցախողում է։ Եվ այդ ցախողումը վերջերս ասում ասին խոսում էի դարբեր անձանց հետ, ասում էի, որ ամենամեծ խնդիրը, որ կա, միայն այն է, որ մարդս չուզեր ընդունել, որ մենք արարած ենք, մենք ունենք մի Աստված, մենք ցանկանում ենք լինել մեր Աստվածը։ Եվ սա է Ադամի եւ Եվայի մեղքը, սա է բոլոր մարդկանց մեղքը, սա է մեծանից յուրաքանչյուրի ամենափոքր մեղքը։ Որովհետև Աստված տալիս է իր օրենքները եւ այդ օրենքները մենք տեսնում ենք, նույնիսկ եթե հոս մեր ուղեղին մեջը ընդունում ենք, որ սա մեր բարիքի համար է, բայց որ մեր սրտին մեջը չենք կարողանում ընդունել, որ սա մեր բարիքի համար է, այդ վարքյանին, որ մենք մեղքը գործում ենք։ Այդ վարքյանին, որ մենք մեղքը գործում ենք, կարծում ենք, որ այդ ինչ որ մենք անում ենք, դա է լավագույնը մեզ համար եւ ես եմ, որ պիտի որոշեմ եւ ոչ թե Աստված։ Այս գաղափարը իրապես չափազանց խանգարիչ գաղափար մնա, որովհետեւ սա է ճշմարտությունը։ Եվ նույնիսկ եթե մենք կարծենք, որ չէ, ես այդպես չեմ, մենք հանդիպենք Սուրբ Պողոսին, Հռոմեացիների նամակի 7-րդ գլուխը,
որ Պողոս ասում է, ես ինձ ինքս չեմ հասկանում։ Ես անում եմ այդ վատ բաները, որ ցանկանում եմ չանել, եւ չեմ կարողանում անել այդ լավ բաները, որ ցանկանում եմ անել։ Ով կարող է ինձ օգնել եւ ազատել այս կացությունից։ Եվ անշուշտ պատասխանը տալիս է, որ Հիսուս ինքն է, որ կարող է մեզ դալ։ Բայց եւ ամենս, որովհետեւ ես կոտրված մարդ եմ, որովհետեւ այդ բոլոր վատ օրինակները, որ ես տեսել եմ կյանքիս մեջ մանկութենես առաջին վարքյանեն եւ հոսե ինչ որ Սուրբ Թոմաս Ակվինացին ասում է, որ երբ որ մենք մանկության առաջին ամիսներին եւ առաջին տարիներին եթե մեզ օգնում են, որ մենք լավը ընտրենք, մեզ համար ամբողջ մեր կյանքի մեջ լավը ընտրելը ավելի հեշտ պիտի լինի։ Բայց եւ այնպես, որովհետեւ մեր բոլորի մանկությունը եղած է կոտրված ընտանիքների մեջ, ուր սերը հարկանքը չափազանց քիչ են եղել, այդ գրիվները, որ եղել են, եւ այդ գրիվները ամեն ուրեք են, եւ նույնիսկ եթե մաման բաբան իրար հետ շատ խնդիր չունեին, բայց այնտեղ կար ուրիշ անձիկ այդ ընտանիքին մեջ եւ այդ ամեն հարաբերությունները ակին խնդիր էին եւ երեխան, որովհետեւ պետք եղած գիտությունը չուներ, ինքը ամեն ինչ սխալ ձևով մեկնաբանում էր եւ շատ ավելի վատ ձևով տեսնում էր այդ ամենը ինչ որ լինում էր, քան թե այդ ինչ որ կար։ Եվ այդ պատճառով որ իրենք եւ ասինքն դրանից յուրաքանչյուրը վատ օրինակներ տեսանք կամ վատ մեկնաբանեցինք այդ օրինակները որ մենք տեսանք, մեզ համար վատը ընդունելը եւ վատը անելը որքան ավելի հեշտ է։ Այսօր ովը 3-4 տարեկան երեխային որ անգարնես եւ գտեսնես իր սորվելիքը, ինքը շատ ավելի հեշտությամբ սովորում է վատ բաները, քան թե լավ բաները։ Եվ սա միայն երեխան չէ, այլ մեծերը նույն ձևով։ Եվ տեսնում ենք, երբ որ տեսնում ենք մեր հայ ժողովուրդը, առնենք ընդհանուր կերպով, բայց միայն հայ ժողովուրդը չէ, ամեն դե նույնն է, երբ որ գաղթականություն տեղի ունենում է, այդ ամբողջ արևելքեն, արաբական երկիրներեն, Աֆրիկային, այդ բոլոր ժողովուրդը, որ գնացին բան, Եվրոպա, լավ սովորությունները չէ, որ հեշտությամբ ընդգրկեցին, այլ վատ սովորությունները։ Քիչերն են, որ լավ սովորություններ ընդգրկեցին։ Վատը շատ ավելի հեշտ է։ Մեր հայերը նույն ձևով։ Ես երբ որ Ավստրալիայի էի, այսինքն ասկե 23-24 տարի առաջ, այդ ժամանակ ինչ որ կարդում էի, այն է որ Կալիֆոռնիայի մեջ 25,000 հայ բանդարգյալներ կային։ Մեծամասնությունը նրանք ովքեր Հայաստանին կացած են եւ որովհետեւ ամբողջովին տարբեր մշակույթ է մանրամասնության չերտամ թե ինչու իրենք բանդերի մեջն էին, բայց 25,000 ասում էին։ Այսօր ինչ է թիվը, եթե նայրելամ ընդհանուր թիվը այդ Կալիֆոռնիայի բանդարգյալներին, դիտեմ որ այսօր շատ ավելի քիչ է, որովհետեւ բանդերի մեջ դեղ չի լինելով եւ իրենց ամբողջ մտածելակերպը, այսինքն Կալիֆոռնիայի բնակարարության մտածելակերպը փոխված է եւ նույնիսկ մարտահրավերներին երկար ժամանակ բանդերի մեջ չեն թողնում։ Ինչու՞ց է։ Անկամենը մեկ կողմնենք միայն ուզածս այն էր որ ցեզ ասեմ որ մարդը շատ ավելի հեշտությամբ վատ բաները սովորում է, քան թե լավը։ Երբ որ գտնվում է տարբեր մշակույթի մեջ։ Սա նաև առաջին անգամ իմ վրա ազդեց, երբ որ
1960-ական թվականին էր։ Ես շատ լավ, չափազանց լավ ուսուցիչ ունեի։ Եվ այդ ուսուցիչը, Գրանքի պապա ուսուցիչը, նա մեզ սովորեցնում էր եւ բացատրում էր, որ 1945-ին առաջ Իտալիո հյուսիսը, այսինքն Միլանոյի գոմերը եւ այդ ամբողջ հյուսիսը, մարդիկ իրենց թռները բաց կտողնեին, երբեք չէին կոչեր։ Բայց բادرազմի հետևանքով ամերիկացիները մեծ օգնություն բերին, որբեսի հյուսիսի մեջը շատ գործարաններ բացվեն, աշխատանքի տեղեր, այդ ամենը ինչ որ էլեկտրականության բաներ են եւ սառնարանները եւ փուրերը եւ այդ ամենը հակին աշխատանքի տեղ բացվեց եւ հոն բավական մարդ չկար, հարավեն է, որ մարդիկ սկսան կալ եւ տարբերությունը, որ եղավ այն է, որ եկողները, որովհետև իրենք չէին պատկանում այդ հոնդերի համայնքին եւ օդարներ էին, ճանաչված չէին, իրենք ահակին քողություն եւ վատ վերաբերմունք այդ աստիճանի, որ դուները ոչ միայն կղբեցին, այլ նաեւ պատահաններուն ջաղեր դրին, որ առաջ պետքություն չի գար։ Հայաստանի մեջ ինչպես էր, չեմ գիտեր, բայց որ մենք Ավստրալիա փոխադրվեցինք 1965-ին, 65-66-ին, ուրեմն հոն եւս, որ մենք ապրում էինք, մեկ անգամ գեիշեն, որ մենք ընդանյոք ամբողջ շաբաթը վերջը, ուրբաթ կեսօրը վերջը թողեցինք տունը եւ գնացինք եւ երկուշաբթի արդու վերադարձանք։ Եվ տեսանք, որ դուրը բաց մոռացել ենք։ Եվ բամը չէր եղած։ Բայց 15-20 տարի հետո շատ տարբեր մարդիկներ եկան Ավստրալիա եւ այլևս իրապես ջաղեր պետք էր։ Եվ այսօր ջաղեր պետք է։ Այսօր մասին շատ կարող ենք երկար խոսել, բայց միան ուզեմ ասել, որ մեղքը հոն է, որ ես կուզեմ լինել իմաստվածը, կարծելով, որ այդ ինչ որ ես ցանկանում եմ անել հիմա, հավաքույնը սա է ինձ համար։ Որովհետև ես ցանկանում եմ, նույնիսկ եթե ես ցանկանում եմ ցավ պատճառել ուրիշին, ես ցանկանում եմ ցավ պատճառել, որովհետև կարծում եմ, որ սա լավագույնն է ինձ համար այդ վարքյանին։ Վերջը կզղջամ, կաղոտեմ, ներողություն կխնդրեմ անիկա հետո, բայց այդ վարքյանին կարծում եմ, որ սա է լավագույնը։ Եվ մեղքը սա է։ Ուրեմն ասված դարերի ընթացքում կամաց է, որ մարդկանց սովորեցրեց իր հարաբերությունով եւ կանչելով Աբրահամի ընտանիքը եւ նաեւ երբ որ կարդում ենք Աբրահամի մասին ճիշտ երկու օր առաջ կարդում եմ այդ ամենի մասին, որովհետև նորեն մի կրկի բանը դպակության վրա աշխատում ենք եւ այդ դպակության մեջ Աբրահամի պատմությունը գար եւ նաեւ մեր աղոթներու մեջ Աբրահամի մասին էր խոսքը եւ հոն Աստված ասում է Աբրահամին թող ընտանիքդ եւ գնա եւ ինքը առնում է իր հետը իր քրոջ զավակը որ հավասիկ անհնազանդություն է ասում մասին երկու խոսք ասել եմ ուրիշ անգամ նորեն կխոսեմ բայց ասելիքս
Աբրահամը սկիզբեն այնքան էլ հնազանդ չէր, Աստծուն կամաց սովորեց վստահել։ Եվ ասված ամբողջ պատմության ընթացքում այդ ամենը գրկնելով եւ գրկնելով մինչեւ այսօր, ուրեմն Աբրահամը առաջինն է, որ նայում է եւ կրնանք հասկանալ, որ ինքը այնքան էլ վստահություն չունի, բայց մեզանից յուրաքանչյուրը, երբ որ մենք ունենք հոնդեղը 4000 տարվա պատմություն, վստահության պատմություն, որ ասված իր բոլոր խոսքերը միշտ հաստատել է եւ ինքը հավատարիմ մնացել է իր բոլոր խոսքերին, հավասիկ ամբողջովին տարբեր պատկեր է, մեզ համար պետք է տարբեր լինի։ Ինչևէ, ուրեմն ասված այդ ամենը պատրաստեց, վերջը խոսեց մարգարեների միջոցով, մարգարեներեն առաջ Մովսեսի միջոցով դվեց ուխտը, եւ երբ որ ուխտը մենք նայում ենք, ուխտը շատ մոդիգեն պետք է ուսումնասիրենք եւ կարևորագույն գեդը այն է, որ մենք շիտակ ձևով հասկանանք եւ բացատրենք 10 բادرանները։ 10 բادرանները 10 օրենքներ չեն, այլ կյանքի ուղղություն է։ Ամենակարևորը սա, ինչու այդ կյանքի ուղղությունը, որովհետեւ Աստված ասում է Մովսեսի միջոցով, ասում է, որ դուք ստրուկներ եք, ես ձեզ ազատեցի ստրուկությունից, հիմա ձեզ տալիս եմ ազատություն, եւ այդ ազատությունը բահելու համար պետք է այս ուղղություններուն հետևեք։ Աշխարհը հիմա ուրվարալ լինենք, մենք կարող ենք կորձիկներով մեր ինքնաշարժների մեջ կամ նույնիսկ մեր հեռախոսի մեջ հնարավորություն ունենք ուղղությունները հեշտությամբ գտնել, բայց ինչ ժամանակ այդ այնքան էլ հեշտ չէր, ասկայր տարի առաջ ուղղությունը այնքան էլ հեշտ չէր, բայց նաև այդ ժամանակ 100 տարի առաջ գային ճանապարհների ուղղություններ, իսկ 500 տարի առաջ, 1000 տարի առաջ ինչպես էին, եւ մարդը դուրս պիտի երթար, ուրիշ երկիր պիտի երթար, շատ քիչ էր ուղղությունները, շատ հեշտ էր սխալ ուղղություններով երթալ, եւ կյանքն ալ նույնն է։ Եվ ասած մեզ ասում է, որ դուք ձեր տարբեր ձևերը փորձելուց առաջ իմ ձևը փորձեք, իմ ձևը կյանք տվող ձև է։ Երբ որ այս իմ դված օրենքներեն դուրս եք, մահ է, մեղքը մահի տանում է։ Սա է, ինչ որ ասված Մովսեսի միջոցով եւ այդ բոլոր մարգարեների միջոցով դարեր շարունակ բացատրեց եւ սովորեցրեց։ Եթե կյանք ուզես եւ նաեւ սա տեսնում ենք նաեւ երկրորդ օրենքի գրքի մեջ է Մովսես ասում է, ավասիկ Աստված էր արժեվ տնում է երկու ճանապարհ։ Մեկը կյանքի ճանապարհն է, իսկ մյուսը մեղքի ճանապարհ եւ մահվան ճանապարհն է։ Եվ չի ասում ընդրեցեք եւ կեն մեկը, ասում ընդրեք կյանքը, այ որովհետեւ մենք բոլորս կուզենք կյանքը, ընդրեք կյանքը։ Եվ նաեւ նույնը տեսնում ենք առաջին երկու սաղմոսների մեջը, նորեն Աստված դնում է մարդուս արջևը այդ երկու ճանապարհները, մեկը Աստծո ճանապարհը, որ դեպի կյանք է, եւ մյուսը մահվան եւ չախշախումի ճանապարհն է։ Այդ է որ Աստված մեզ սովորեցնում է, թե ինչպես իրեն ճանաչենք։ Ուրեմն հայտնությունը, որ սկիզբը դեղի ունեցավ 5 դարականին մեջը, հասավ իր կակատնագետին Հիսուսի Քրիստոսի միջոցով։ Եվ Հիսուս կարդում ենք
Մատթեոսի ավետարանի լրան կարոզին մեջ է Հիսուս ասում է ես չեկա հինը կանտելու ես եկա լրացնելու եւ երբ որ ուշադրությամբ կարտանք այդ լրան կարոզը կտեսնենք որ որքան քեղեցիկ է որքան էլ մեր մտածելակերպին ամբողջ հագարակ է միասնավորություն Մահատմա Գանդի չեմ գիտեր որքան լսած եք իր մասին ինքը հինդու էր ինքը ապրում էր Հնդկաստանի մեջ եւ չափազանց մեծ բարիք արեց իր երկրին համար եւ ինքը ճուզեց ընդունել քրիստոնեությունը որքան որ ինքը բացապան սովորեց եւ իրավաբան էր անգլիո մեջը հոսավորեց եւ երբ որ այնարցին ինչու չընդունիր քրիստոնեությունը ասես որ արևմուտքը շատ լավ քիրք ունի բայց հետևող չունի եւ երբ որ ինքը խոսում էր լրան կարոզի մասին ասում էր որ ինքը լրան կարոզը անկիր ոչ միայն գիտեր այլ ապրում էր այդ լրան կարոզի սկզբունքների վրա Քիրքերը եկան շատ շնորհակալ ասկա առաջին քիրքն է Հիսուս Նազարեթի անգությունը մյուս երկու հատնալ կարծեմ մինչև մեկ ամիս կդպվի Շատ սիրուն կազմ ունի վարդապետ բայց առաջի կազմը բան է փափուկ է հա ոնց որքանով հասկացա այդ փափուկ է երևի կազմը հա Հերաց ինչպես այդ փափուկ է երևում հա փափուկ է որովհետև որովհետև մենք կարողանանք ավելի հաստ անել ամեն մեկը մոտավորապես 600 դրամ ավելի ծախս պիտի Իսկ գրախանութներում պիտի տարածվի այդ գիրքը վարդապետ ջան Եթե ցանկանան այո Ռուբիկ ես հիմա կրոնակիդության դասընթացի մեջ եմ երկար կդերել հա միան օքեյ շնորհակալ Այսօր շատ քիչ են մարդիկ ովքեր ցանկանում են դրամ ծախսել քիրք գնելու երբ որ լուրջ բան են այդ ապուշ քիրքերի համար մեծ քիներ վճարում են ինչպես անորմասի չողոսին գեմա վերադառնանք Մահատմա Գանդիին ով ապրում էր այդ ամենը Ուրեմն Հիսուս մեզ սովորեցնում է կյանքի ճանապարհը եւ մենք իրեն հետևենք անպայման մենք կունենանք ամբողջ կյանքը Աստծո մասին մտածելը որ Աստված գոյություն ունի սա մի բան է որ մենք կարող ենք ինչպես ասեցի մեր մտային կարողությամբ հասնել այդ գիտության բայց սա հավատք չէ հավատքը երբ որ կընդունիմ որ այդ Աստվածը անձնական Աստված է եւ անձնական հարաբերություն է ցանկանում ունենալ մեզ հետ եւ այդ հավատը շնորհ է եւ Սուրբ Պողոս ասում է որ մենք կփրկվենք երբ մենք հավատանք
Եվ այդ հավատքը կարևոր է, որ մենք կարողանանք բրգվել։ Պիտի հավատանք ինչին, որ ասած գոյություն ունի։ Հակոբոս Արաքյալը գսե, միսեք, որ հավատում եմ Աստծուն։ Սատանան ալ կհավատա, բայց իրեն չի օգներ։ Այդ գիտնալը, որ Աստված կա, չի օգնում։ Բայց երբ որ գտնենք, որ Աստված հարաբերություն է ցանկանում մեզ հետ եւ մենք ուզենք այդ հարաբերությունը, սա կարիք ունի հավատքի եւ շնորհքի։ Շնորհը չափազանց կարևոր է։ Եվ այդ հավատքը եւ շնորհը Աստված է որ տալիս է եւ մենք դա չենք կարող սովորեցնել ուրիշներին։ Այլ պիտի փոխանցենք։ Փոխանցումով է եւ փոխանցելը պիտի լինի, երբ որ մենք կապրենք այդ հավատքի համաձայն եւ մեր կյանքը ուրիշների մեջը ցանկություն առաջ կբերե եւ իրենք էլ կսկսին ցանկանալ եւ սա մի բան է որ ոչ միայն հավատքի մասին է, այլ նաեւ գիտությունը նույնն է։ Գիտությունը եւ դպրոցների մեջ ինչ որ ուսուցիչ պիտի անի, դա չէ որ տեղեկություններ դա, այլ պիտի փոխանցե ամենակարևորը որ կա կյանքի մեջ եւ ինչ է կարևորը գիտությունը եւ գազմելը այդ երախան գազմելը կյանքը հասկանալու կյանքը ընդունելու կյանքի մեջ ապրելու այդ ամենը չես կնար սովեցնել ուրիշն է որ ինքն է որ պիտի յուրացնե ես չեմ գնար տալ ես կարող եմ ստեղծել մի միջավայր ուր ուրիշը պիտի կարողանա այդ ամենը յուրացնել կյանքի մեջ այսպես է ամենակարևոր բաները որ կան մենք չենք կարող ուրիշին դալ ուրիշը ինքն է որ պիտի յուրացնե ամեն ինչ այդպես է մեր կյանքի ամեն ինչը այդ ձևով է ուրեմն մենք պիտի ապրենք մեր հավատքը որպեսզի մեր չորսկողմ եղողները եւ անշուշտ մեր խոսքը իր դեղը ունի չունի չէ բայց մենք չենք կարող տալ ինքն է որ պիտի յուրացնե մենք պիտի ստեղծենք միայն միջավայրը եւ երբ որ խոսում ենք հավատքի մասին որն է ճշմարիտ հավատը որովհետեւ այսօր աշխարհիս մեջը միայն ամենաշատը 3 միլիարդ ժողովուրդ կա որ ընդունում է Քրիստոսին իսկ մնացածը բայց նաեւ Քրիստոսին ընդունողները հարյուրավոր դարբեր ձևով են ընդունում եւ իրենց համար հավատը ամեն մեկին համար դարբեր լինում է ամեն մեկ խումբը կարծես ինքը իր հավատը ունի բայց որն է ճշմարիտը ինչպես պիտի գիտենանք որ մեր հավատը ճշմարիտ է կամ ոչ ասենք ամենը հարցեր են որ մենք պետք է ուսումնասիրենք եւ վերջը պիտի կարողանանք որոշում կայացնել եւ նաեւ մենք կարող ենք որոշումը կայացնել մեր ընտանիքի մեջ որովհետեւ ես տեսա իմ տնողքս որ ապրել է այդ հավատքով եւ այդ հավատքը տեսա ինչպես իրենց կյանքը բարելավել է ուրեմն ես ալ նախընտրեցի այդ ձևով մեծանալ եւ ընդունել սա որքան անհրաժեշտություն է մեր
բոլորի համար։ Բայց նաև անշուշտ բոլորս էլ եւ կանցիկ շատ ավելի կան ուրիշներ, մենք փնտրում ենք, որ ավելի լավ հասկանանք եւ ցանկանում ենք ամեն ինչը լավագույն կերպով ընդունել։ Եվ ինչ որ մենք ստացել ենք, այն է, որ գա Աստվածաշունչը եւ այդ Աստվածաշունչը մեզ դալիս է ճշմարտությունը։ Բայց Աստվածաշունչը ուսումնասիրելու համար մենք ահագին խնդիրների առջև ենք, որովհետև Աստվածաշունչը մեկ գիրք չէ եւ գրված է 1200-1300 տարիների ընթացքում տարբեր գրողներեն, տարբեր մշակույթ է եւ այդ մշակույթը ամբողջովին փոխված է, մարդկանց հայեցողությունը կյանքի մասին, աշխարհի մասին ամբողջովին փոխված է։ Ուրեմն ինչ է Աստվածաշունչը։ Եվ նաև մինչև 15-րդ դարում կեսերը մենք ունեինք Աստվածաշունչ, որ 73 գիրք է կազմված էր։ Եվ անվասիկ Մարտին Լութերը գուկա եւ 7 գիրք մեջտեղ են գանե, ասել որ մենք պետքություն չունենք այդ գիրքերին եւ 66 գիրք այսօր փոխականները 66 գիրքով կհանում են, որը նշիդակ է։ Եվ եթե մենք ընդունում ենք, որ մերը նշիդակը ինչի վրա հիմնվում ենք, այս ամենը պետք է մեկ ուսումնասիրենք եւ մենք մեզ հարց տանք, որ ինչու ես հավատում եմ, որ Աստվածաշունչը Աստծո ճշմարտությունն է։ Այո, Աստվածաշունչը Աստծո ճշմարտությունն է, բայց մեկնաբանությունը ով պիտի մեկնաբանի։ Վերջերս նորեն խոսում էի սրա մասին եւ ասում էի, որ երբ որ Աստվածաշունչը կբանաս, որևէ մի էջ որ կբանաս եւ կգարտաս եւ կխնդրես Սուրբ Հոգուց, որ Սուրբ Հոգին քեզի ներշնչի եւ խոսի սրտիդ, անպայման կխոսի։ Բայց սա չի նշանակում, որ դու ինչ որ հասկացար, սա կատարյալ ճշմարտությունն է։ Ուրիշն է, եկեղեցին է, որ պիտի քեզի դա ճշմարիտ եւ վերջնական մեկնաբանությունը։ Եվ այդ անցիկ ովքեր գսեն, որ Սուրբ Հոգին է, որ ինձ առաջնորդում է, եւ Սուրբ Հոգին չի գնար սխալի։ Սա ամենամեծ հետեւությունն է ինձ համար։ Որովհետև երբ որ նայում ենք մեր չորս կողմը, տեսնում ենք հարյուրավոր հազար մարդիկ, ովքեր գարտում են եւ տարբեր ձևով եւ հակասական ձևով այդ ամենը գարտում են, ուրեմն Սուրբ Հոգին սխալվում է։ Անշուշտ ոչ։ Սուրբ Հոգին չէ որ կսխալի, այլ մարդիկ չեն ուզեր հասկանալ ինչպես Աստված աշխատում է։ Աստծո գործողությունը մեր հոգիների մեջը շատ կարևոր է, որ մենք հետևենք եւ ընդունենք մի ոչ թե օրենք տվողի, այլ հետևենք Հիսուսին եւ Հիսուսի խոսքերին, Հիսուս որ մեզ չի տվեց գիրք։ Ինքը ոչ մեկ գիրք չգրեց եւ ոչ ալ ասեց իր աշակերտներին գիրք գրեցեք։ Չէ։ Ասեց կացեք եւ կարոզեցեք։ Աշակերտեցեք բոլոր ժողովուրդները, սովորեցրեք այդ ամենը ինչ որ ես ձեզ սովորեցրի եւ մգրդեցեք անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սուրբով։ Սա նորեն եւ նորեն պիտի գտնենք մենք մեզի եւ ուրիշներին, որ սա է։ Եվ այսօր
Եթե սկսենք վիճաբանության տարբեր մարդկանց հետ, ովքեր ասում են, որ ինձ համար կարևորը միայն աստվածաշունչն է, բայց այդ աստվածաշունչը ով է որ տվավ, եկեղեցին է որ տվավ աստվածաշունչը, եւ որ երկրորդ տարու կեսերը, երկրորդ տարու վերջավորության նույնիսկ, եթե այնտեղ հարց տայր քրիստոնյաներին եւ ասեր, որ ուր է աստվածաշունչը, ոչ մեկը չուներ աստվածաշունչը։ Տարբեր անձիկ, տարբեր կրկեր կային, որ իրենք ասում էին, որ սա լավն է, սա անպես կտվա, որ Աստծուց ներշնչված է, բայց ովիվ մեկը այդ կատարյալ ցանկը չուներ։ Առաջին կատարյալ ցանկը եղավ 381 թվականին։ Եվ դա եղավ Հռոմում։ Հռոմի մեջ եպիսկոպոսները, որ հավաքված էին, իրենք են որ որոշեցին, որ մեկ քիրքերը պիտի ընդունին, եւ ինչի վրա է որ հիմնվում էին այդ քիրքերը որոշել։ Կարևորագույն գեդը իրենց որոշումին մեջ այն էր, որ այդ քիրքերը արդյոք կորցածվում էին պաշտամունքի ժամանակ։ Պաշտամունքի կարևորությունը որիշ անգամ կբացատրեմ, բայց կարևորագույնը պաշտամունքն է։ Եվ միայն մեկ քիրք կար, որ իրենք այդ քրկի կրությունները հութիթի քիրքը պաշտամունքի մեջ չէր կորցածված եւ իջե հիմա չեմ գիտեր եթե ոևէ ցավով կորցածվում է, բայց սկիզբը չէր կորցածվում։ Ուրեմն 381 թվականին որոշվեց այդ 73 քրկերը, որ պիտի ընդունվեին։ Որոշ քիրքեր, որ դուրս մնացին, կարմացիկ ասեցին, որ ասոնք լավ են, բայց կարևոր չէ լավ են։ Կարևորը եկեղեցին չընդունեց։ Ինչ որ եկեղեցին ընդունեց, սա է։ Իսկ 381 թվականին առաջ կարևոր մի բան, որ տեղի ունեցավ, այն է, որ 325 թվականին մենք ունեցանք Նիգիո բանը տավանանքը, որ ամենակամոր բادرակը բամադուցում ենք, այդ բادرակին մեջ դա ասում ենք, ինչ որ մեր հավատքի ամենակարևոր մասերն են, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգին եւ նաեւ եկեղեցին եւ մերների հարությունը։ Այս կետերը հոն դեսնում ենք եւ անոնց մասին յուքատի մեջը բացատրություններ դրվում են։ Աստվածաշունչը կարող ենք ասել անսխալ է, անշուշտ անսխալ է, անսխալական է աստվածաշունչը, բայց միայն երբ սովորեցնում է հավատքի մասին եւ բարոյականության մասին։ Մենք չպնդրենք աստվածաշունչի մեջը պատմություն։ Շատ բաներ կան, որ պատմության մեջը, աստվածաշունչի պատմության մեջը ճշգրիտ է, բայց ուրիշ շատ բաներ կան, որ սխալվում են։ Թվականները կամ ժամանակները, որ մասին խոսվում է, սխալ կա այնտեղ, այո, որովհետև գիտության քիրք չէ։ Այսօր նաև, ինչպես ասկարած ասել եմ, ստեղծագործության այդ առաջին գլուխները, առաջին 11 գլուխները ծնոտած կրկին բանաստեղծություն է, որը ճշմարտություն է, բայց պատմություն չէ։
եւ ոչ էլ գիտություն է։ Սա մեր մտքին մեջ է հստակ պետք է լինի։ Ճշմարտություն է, առանց որ պատմություն լինի կամ նույնիսկ այսինքն քերականության գիտեք մամեդականները իրենց քիրկա կասեն որ Աստված ինքը կրել է այդ քիրկը եւ դրա համար այդ քիրկը անսխալական է նույնիսկ քերականության սխալչիկա մեջ է բայց մեջը մի քանի դեպք կա որ սխալ է իրենց արաբական բանը օրենքների համաձայն սխալ է իրենց լեզվի օրենքները փոխեցին որ այդ քրությունը շիտակ համարվի լեզուն կարևոր չի որ աղավաղվի իրենց համար կարևորը այն էր որ նային այդ քրության որպես ասուզուց եկած որ ամբողջովին աբուշմաման է ասուզուց չէ որ եկած է որովհետև մեջը այնքան սխալներ այնքան այլ անտակ բաներ կան որ խելացի անձը չի գնար ծայր գարտալ եւ չի ծաղի լավ ուրեմն Որն է Աստվածաշունչը կարտալու ճիշտ ցեղը Սուրբը քիրկը կարտալու ճիշտ ցեղն այնը աղոտակին կարտալն է այսինքն Սուրբ Հոգու օգնությամբ որի ներկործությամբ էլ այնը ծնունդ արավ դա Աստծո խոսքն է եւ բարունակում է Աստծուց մեզ ուղված էական հաղորդակցություն ուրեմն ասկե հետո բանի մեջը յուկատին մեջը մեզ դրվում է այդ քրկերը որ մաս են գազմում Աստվածաշունչին եւ Աստվածաշունչի քրկերի կանոնը բազմական քրկեր 5 դագարան ունի 46 քիրք նոր դագարանը 27-ը ուրեմն գա բազմական քիրքեր իմաստության քրկեր մարգարեներ իսկ նոր դագարանում մեջը մենք ունենք ավետարանները արաքյալների գործերի քիրքը սուպոսի նամակները եւ գատոյի այսինքն տանրական նամակները որ կան եւ Հակոբոսը եւ Պետրոսը եւ Հովհաննեսը եւ Հուտամ եւ հայտնության քիրքը այսօր ռադիոմարիամեն որ խոսում է մի դիգին հարցեր դալիս թե այս հայտնության քիրքը ամբողջովին դարբեր է մյուս քրկերից ինչ ծավալ կարող ենք մենք մյուս քրկերի հետ ասո հայտնության քրկերի հետ ինչպես կրնան կապել բավական բացատրություն դերի եւ այդ բացատրությունը ուրիշ անգամ ցեզիալ կդամ որտեղ ինչ որ դեպի կիսապրատ բամն է Յուկատի մեջը 17-րդ հարցումը այն է ինչ նշանակություն ունի 5 դագարանը քրիստոնյաների համար պատմության մեջ եւ հիմա նաեւ ունենք անցիկ ովքեր կասեն որ 5 դագարանը պետք է տապենք միայն նոր դագարանը առնենք եւ նոր դագարանը վեզի բավարարենք բայց ոչ նոր դագարանը ամբողջությամբ բարունակվում է 5 դագարանի մեջ եւ նոր դագարանը իրակորձում է այդ ամենը ինչ որ կա 5 դագարանի մեջ երկուքը իրար հետ կապված են չափազանց խիտ ծավալ կապված են այդ ամենը չեն կրնար ասել մեկ մասը պետք է տապենք ոչ մեկ քիրք չի գա որ
մենք կարող ենք ասել այս կիրքը տապենք, այս կրկին գարիք չունենք։ Նույնիսկ այդ կիրքերը, որ փոխականները տապում են, ոչ սխալ է, մեծը սխալ է, որ իրենք դա անում են, եւ կաթողիկ եկեղեցին, ինչպես նաև առաքելական եւ ուղղափառ եկեղեցիները, այս երեք եկեղեցիները մենք ընդունում ենք այդ 73 կրքերը։ Եվ սա շատ կարևոր է։ Իսկ այսօր դժբախտաբար, երբ որ Աջմիածի կողմից հրատարակված Աստվածաշունչը գարնենք, կտեսնենք, որ իրենք մեգոմ են տնում այդ 7 կերկերը, որ եւ ոնդեղ աղավաղվում է կերկերի ցանգը եւ սխալ ձևով է որ տրվում է։ Բայց եւ ամենից որովհետեւ կաթողիկ եկեղեցին հայերենով չունի Աստվածաշունչը հadoop ձևով բաննա տարգմանված, ունենք միայն Աստվածաշունչը քրապար, որ այսինքն Մեսրոպ Մաշտոցի օրվանից մնացած այդ կիրքն է, որ ամբողջությունն է, 73 կիրքերն են, իսկ հիմա, որովհետև տրամը դվողը, որ այս կիրքերի տարգմանությունը և դպակությունը լինի, փոխականներն են, անոր համար այդ կիրքերը դբում են մեծամասնության մեջ, որ նոր դպակությունների մեջ այդ 73 կիրքերը կան, բայց այդ 7 հատը զադեն, հետո վերջավորության է, որ տրվում է Աստվածաշունչի մեջ։ Սրա պետք է անշուշտ ուշադրություն դարձնենք եւ չմոռանանք, որ մենք պատկանում ենք կաթողիկ եկեղեցին եւ մեզ համար չափազանց կարեւոր է այդ ամենը ունենալը եւ այդ ամենին հետևելը։ Ուրեմն 5 դագարանը եւ նոր դագարանը երկուքը իրար հետ կապված են իսկ որն է Սուրբ Գրքի թերը եկեղեցում։ Եկեղեցին իր կյանքն ու ուժը ստանում է Սուրբ Գրքից։ Բացի Քրիստոսի ներկայությունից Սուրբ Հաղորդության մեջ չկա ոչինչ, որ եկեղեցին ավելի ագնացանքով հարգի, քան Քրիստոսի ներկայությունը Սուրբ Գրքում։ Սուրբ Պատարագի ժամանակ մենք ավետարանը ընդունում ենք կանգնած, քանի որ մեր լսած մարդկային խոսքերով Աստված ինքն է խոսում մեզ հետ։ Ուրեմն սա կարևոր մի գետ է, որ մեր խորանների վրա մենք մեծ հարկանքով տնում ենք ավետարանները, նույն հարկանքը ցույց ենք տալիս ավետարանին, Հիսուսի խոսքը, ինչ որ մենք տալիս ենք Հիսուսի մարմնույն է վարյան Սուրբ Հաղորդության մեջ։ Երկուքն էլ չափազանց կարևոր են, անշուշտ բախտadելու բան չի, բայց միամիտ ասենք, որ առաջին տեղը անշուշտ Սուրբ Հաղորդությունն է, բայց մենք Սուրբ Հաղորդությունը ունենք շնորհիվ ավետարաններին, շնորհիվ Աստվածաշունչին։ Աստվածաշունչն է, որ մեզ սովորեցնում է պատարագի մասին, պատարագի իմաստը, պատարագի էությունը, մենք հասկանում ենք հասկանալով Աստվածաշունչը։ Սա է ամենակարևոր գետը։ Եվ այսպեսով այսօրվա ասելիքներս ես վերջացնում եմ եւ տալ երեքշաբթի 3-րդ գլուխ գնայինք յուկատի մեջը։ Հիմա, եթե հարցեր ունեք, աշխատեմ մեկնաբանել։
Այո, հայր Անտոն, դրանից մի 30 տարի առաջ էր, որ փոքր էինք, բայց մեզ համար Աստվածաշունչը մենակ վարդապետները, հայրապետները պետք է բռնեին, կարդային, մենք մենակ տոնորերն էր, որ մոտենում համբուրում էինք, բայց իրավունք չունեինք, մեզ այդ ձևի էր։ Ես առաջ անգամ բողոքականներից եմ լսել, որ աղոթքը պետք է Աստվածաշունչը պետք է կարդալ, իմանալ, Սուրբ Հոգու մասին նրանցից եմ իմացել առաջի անգամ։ Ինչու այդ ժամանակները մեզ այդ չէին ասի։ Մենք չգիտեինք։ Հիմա նոր են, որ ասում են Աստվածաշունչը կարդանք, բայց բողոքականները ինչ կան հիշում եմ, շուտվանից են կարդում։ Ասեմ որ կաթողիկ եկեղեցու բռնած թիրքը իր պատճառները ուներ, իսկ այսօր տեսնում ենք, որ այդ պատճառները այնքան լուրջ չէին, պետք է ամբողջովին տարբեր ձևով մոտենայինք այդ ամենին։ Խնդիրներն մեկը, որ ունեցանք այն է, որ մեր Աստվածաշունչը գրաբար էր։ Առաջին Աստվածաշունչը, որ աշխարհապար թարգմանվեց արևմտյան հայերենով 1880-ական թվականին է։ Եվ որ այսօր ես կփորձեմ կարդալ այդ Աստվածաշունչը, հայերենը չափազանց սխալ հայերեն է։ Հայերենը իրապես անհասկանալի է։ Եվ փոխականներն է, որ այդ ամենը թարգմանեցին։ Եվ թարգմանեցին առանց ուշադրություն դարձնելու բանին գրաբարին։ Ասեցին, որ մենք կերտանք եւ հունարենը, ասորերենը եւ եբրայերենը գնայինք եւ անոնց վրա հիմնվելով որ կթարգմանենք եւ թարգմանեցին։ Ուրեմն նոր է, որ այսինքն 1990 կողմերը առաջին անգամ որ թարգմանվեց նոր հայերենի, արևելյան հայերենի, որ թարգմանվեց, դա եղավ Էջմիածնի կողմից եւ անոնք որ թարգմանեցին իրենք աստվածաբանություն չգիտեին եւ այդ քիրքը որ ունենք հիմա Աստվածաշունչը մեջը շատ լավ բաներ կան, բայց նաեւ թերությունները շատ են։ Այսօր երբ որ մեկը աշխատում է նորեն եվրոպական լեզուներով, երբ որ աշխատանք դարվում է, որ թարգմանվի, որովհետև թարգմանությունը մի բան է, որ մեկ անգամ թարգմանենք եւ այդպես մնա չգա։ Առնենք Շեքսպիրի քիրքերը։ Շեքսպիրի քիրքերը ամեն 25-30 տարին անգամ բոլորը նորեն թարգմանվում է, որ կամ որ անգլերենը, հին անգլերենը եւ նոր անգլերենը ակին փոփոխություն եղած է մեջ, անոր համար ամեն 25-30 տարին փոխվում է, որբեսի միտքը նույնը մնա։ Եվ այս աշխարհին 4 կողմը տարբեր լեզուներով թարգմանությունները որ դեղի են ունենում, շատ մեծ աշխատանք դարվում է, շատ գիտնականներ աշխատում են եւ այդ բեղումները որ լինում են եւ շատ բաներ սովորեցնում են նաեւ իմ կողմից ես ունեմ Սամոսների քիրքը 300 թարգմանություն, որը մի Լիբանանցի կաթողիկ վարդապետ ինքը ուսումնասիրում է բինիգյան լեզուն եւ բինիգերենը, որ ինքը լավ ուսումնասիրում է եւ բեղումները, որ տեղի են ունենում
որ այդ բարերը ավելի լավ հասկացվին, օգնում են, որ այդ եբրայերեն լեզվով գրված բարերը ավելի ճիշտ իմաստը հասկացվի եւ ինչու այդ ամենը եղած է։ Ուրեմն սելիկաս լավ թարգմանություն չունեինք։ Փոխկականները այդ սխալ թարգմանությունը, ցեղ թարգմանությունը արին եւ կրթացին եւ սուրբակին աշխատում է, սուրբակին բարիք անում է, բայց նաեւ ակին սխալ բաներ սովորում են այդ սխալներեն որ կա այնտեղ։ Ես համամիտ չեմ, որ եկեղեցին հագարագեր, որ ժողովուրդը գարտա, բայց մյուս կողմենա սորվեցնող չի գար, որ կարողանան սովորել եւ կարողանան գարտալ շիդակ ձևով քրապարը։ Վարդապետ ջան, արդեն ուշ է, շատ փոքրիկ միշտ է հետաքրքրել է, ուզում է հարցնել, իսկ գրափարի սաղմոսները արմատապես որոշ սաղմոսներ տարբերվում են հունական թարգմանություններից։ Այդ իմեն հենց թարգմանության խնդիր է, թե կան այն ձև սաղմոսներ, որ լրիվ միտքը ուրիշ է, բոլորովին իրար մոտ չեն։ Ասկե առաջ ես սրա մասին խոսել եմ, որ երբ որ Մեսրոպ Մաշտոց սկսավ թարգմանել Աստվածաշունչը, առաջին քիրքը, որ թարգմանվեց սաղմոսներն էր եւ թարգմանվեց բաննը ոչ թե հունարենից, այլ ասորերենից։ Եվ երբ որ բոլոր մնացած քիրքերը թարգմանվեցին, Մաշտոց նայեց Սամոսարանը եւ չհավանեց գուզեր փոխել, բայց ժողովուրդը արդեն անկիր արել էր եւ մտածեց որ որովհետեւ այդ ժամանակ տպագրություն չկա, բան չկա, մտածեց որ եթե ինքը հիմա նոր թարգմանություն հրադարակե մեծ խառնաշփոթություն միտելա, այնպես որ թողեց։ Այո, մեր Սամոսների թարգմանությունը, երբ որ ես կգարտամ, իրապես չղերս կկայվեն շատ անգամ, որովհետև շատ սխալ բաներ կա մեջը։ Շատ շնորհակալություն։ Մի 2-3 տարի էլ ես եմ տանջվում, երկու թարգմանությունն էլ ունեմ, միշտ համեմատում եմ ռուսերենների հետ եմ համեմատում ու շատ մեծ տարբերություն կան դրանց մեջ։ Շնորհակալություն։ Հիմա հասկացա թե ինչպես։ Իսկ այն մյուս գրքերը ասորենից չի թարգմանվել, միայն Սաղմոսն է թարգմանել, հա, Մաշտոցը ստացվում է։ Չէ, ուրիշ քիրքեր ալգան, որ մեկ մասը գրքերի բան ասորենից թարգմանված է, բայց նաև եթե ընդհանուր ձևով առնելու լանք հայերեն քրապար թարգմանությունը նկատված է հնության մեջը որպես թակուհի թարգմանությունների, որովհետև ընդհանուրը չափազանց լավ է։ Շնորհակալություն Վարդապետ ջան, ուշ է արդեն։ Okay, Տեսա ձեզ։ լավ։ Բարի գիշեր ձեր բոլորին, ասած ձեզ։ Ձեզ երկար չզբաղեցնենք, շնորհակալություն շատ։ Մեծ սիրով։